Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում, երկուշաբթի օրով իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթում։ Այո, բարի լույս, այսօր հունիսի 16-ն է, երկուշաբթի աշխատանքային շաբաթվա սկիզբը։ Որոշ մարդկանց համար արձակուրդի օր է, որոշների համար ոչ աշխատանքային, շաբաթը նոր է սկսվում, իսկ շատերը վայելում են իրենց արձակուրդները, բայց արի ու տես, որ աշխարհում պատերազմ է ու պատերազմ։ Ակամայդ գիշատիչների խնջույքն եմ հիշում Վայքաչայի։ Ծննդյանս տարեդարձն է, բայց շարունակ պատերազմ է ու պատերազմ։ Ասում էր իրականում գլխավոր հերոսուհին այդքան։ Իրականում շատ ցավալի դեպքեր տեղի ունեցան հանգստյան օրերին, շարունակվում է իսրայելա-իրանական ճգնաժամը, կողմերը հայտնում են քանդված քաղաքների եւ հարյուրավոր զոհերի մասին։ Այս պահին Իսրայելում Հայաստանի զբոսաշրջային խումբ կա, շատ հայեր մնացել են տարբեր օդանավակայաններում, չվերթների չեղարկման պատճառով Իսրայելի եւ Իրանի հայ համայնքներից հայտնում են, որ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան, իրադարձություններն արդեն եղանակային են, վտանգավոր էին, չգիտեմ, ամեն դեպքում հանգստյան օրերը շատերիս համար էին, այսպես ասած, լարված, այո։ Բուրըն էր նաեւ ապարանում, երեք եթե չեք եղել ապարանում, ապա հաստատ մի կադրը տեսած կլինենք, որտեղ սոցիալական մեդիայում տարածվեցին այսպիսի բազմազան կադրեր, որտեղ պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները պարզապես ահռելի էին, վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում ապարանի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներ, արվեստի եւ մշակույթի կենտրոնների շենքերը, ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության եւ այլ շենքեր վնասվել են պտտահողմի պատճառով։ Տեսնում եք, կարկուտի մասին կադրերը, չգիտեմ կտեսնենք թե չէ, բայց նման բան չտեսնված բան էր, դա զարթնուտն այլ ես տեսել ես աչքով տեսել եմ տեսանյութերը տարբեր հարթակներում, նշենք, որ բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը, անջատվել է գազն ու էլեկտրականությունը, երկրորդ ջուր չի լինի, ինչ վերաբերում է Տավուշի կարկուտին, ապա կարկուտը վնասել է, ավիրել է բերքը, ծակել է տանիքները, Արդյունքում նոր փոթորկի վնասներ են հաշվում, իսկ կարկուտն ու քամին դեռ կշարունակվեն, նոր կանխատեսումներ կան, դրանց մասին իհարկե մենք առավել մանրամասն կխոսենք, իսկ հիմա ինչ են կանում։ Իմիջիալից հիշեցնենք, որ ապարանի փոթորկից առաջ բավական ուժեղ քամիներ կային նաև Գյումրիում, որտեղ նաև ամպրոպ կար եւ չգիտեմ դա համընկնում էր թե ոչ, երբ ամպրոպ է լինում, ծառը շուռ է գալիս։ Տպավորությունը ոնց որ ամպրոպը հարվածի ծառին, բայց դա ոնց որ թե ուժեղ քամու հետևանքն էր։ Դե ավելի մանրամասն ինչպես նշեցիք, արդեն Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվականի շրջանակներում մեր գործընկերները կհայտնեն, իսկ այս պահին շարունակելով երկուշաբթի օրվա առավոտյան եթերը առաջարկում ենք լսել երաժշտություն։ Այո, երաժշտություն։ Որքան իրար նման տեսահոլովակներ կան, չէ, Ամերիկայում, մանավանդ Կալիֆոռնիայում նկարած, երբ որ քայլում են, արևը մայր մտավ, ճանապարհ է, ձեռքի բռնած եւ վերջ։ Այո։ Ողջույն բոլոր տեսահոլովակները ամերիկյան էսպիսին են։ Ինչպես մեր իրականության մեջ, այնպես էլ այո, նաև ինչ ոչ Կալիֆոռնիայի իրականության մեջ, որ թվում է թե ավելի լայն են հնարավորությունները, այդ կրկնությունները լինում է, հետո մեզ մոտ էլ կան տեսահոլովակներ, որոնք դիտում ես եւ մտածում ես Copy-paste է։ Իմիջիալից հերվից են գալիս, ասենք, որ այսօր մենք եւս պրեմիերա ենք ունենալու, որտեղ որևէ ամերիկյան փողոց, մայր մտնող արև, ձեր բռնած այսպես տեսարաններ չկան, թե ինչ ոնց է, մնացեք մեզ հետ եւ կիմանաք։ Կարևորի մասին խոսենք։ Այո, եղանակի մասին հանրապետության տարածքում այսօր եւ 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սպասվում է քամու ուժ գնացում, Երևանում հունիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչպես արդեն նշեցինք, սպասվում է քամու ուժ գնացում, Երևանում երեկոյան ժամերին 17-ի երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ եւ նաեւ քամու ուժ գնացում, հունիսի 16-ից 3-ը, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
սա կարծում եմ լավ լուր է 4-ից 7 աստիճանով։ Լավ լուր է, դու հարցրու նրանց, ովքեր որ ունեն բացօթյա լողավազաններ, տեսած լավ է նրանց համար, թե ոչ։ Ամառը սկսել է, ամառից անցել է 16 օր, բայց լիարժեք ամառ դեռ չենք վայելել, գոնե կես օրով չենք վայելել։ Ավերիչ ինչ որ տեղումներ թող չլինեն։ Այո, թող չլինեն, բայց կարող է ջերմաստիճանը մի քիչ իջնել։ Գնանք տեսնենք, թե որտեղ կոնկրետ ինչ եղանակ է սպասում մեզ։ Վերադարձանք կլիմայի հետ կապված կոնկրետ նորություն ունենք, որը որ ոչ միայն հայկական, այլ համաշխարհային երկիր մոլորակի կլիմայական պայմանների վրա է ազդում, որովհետև Արեգակի վրա տեղի է ունեցել զար ամսվա ամենահզոր բռնկումը։ Եթե նյութի զանգվածի արտանետում լինի, այն կուղղվի դեպի երկիր եւ կարող է մագնիսական փոթորիկներ առաջացնել։ Նշվում է, որ պայթյունի էպիկենտրոնը գտնվում է 41-14 շրջանում, որը ուղղված է դեպի երկիր մոլորակ։ Մագնիսական փոթորիկները ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների եւ հղիների վրա։ Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը եւ փսխումը, նաև ցավը հոդերի եւ մկանների մեջ, ջերմությունը, բարձր արյան ճնշումը, անքնությունը, նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են եւ մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների։ Բայց ամբողջ ես ասեցի այո, որովհետեւ գտնվում եմ այդ դրության մեջ։ Դա լուրջ հիվանդություններ չեն, խոսքը առավել։ Երբ ժամանակին տատս էր ասում եղանակները տարբեր են, գլուխս ցավում է, զարմանում էի, հիմա գլխիս է եկել։ Հոդացովեր, այո, վերջույթներից գլխապտույտ, անընդհատ քունդ է տանում։ Բայց նաև այլ ուսումնասիրություն է անցկացվել, պարզել են նաև օդաչուների, ինքնաթիռների ուղևորների եւ տիեզերագնացների, այսինքն խոսքը մեծ բարձրության վրա գտնվող մարդկանց մոտ նման փոթորիկների պատճառով ինքնազգացողության վատթարացում է նկատվում, այո, իսկ քեզ մոտ միայն գլխացավ գլխապտույտ է լինում, թե այլ ախտանշաններ կան։ Գլխացավ գլխապտույտ քունդ է տանում, նյարդային ես դառնում, ուզում ես բռնես, մեկին խեղտես հենց անընդհատ ինչ-որ, բայց առավոտները դա չի լինում, հա, ժամը 12-ից հետո է լինում, փոթորիկները ժամից հետո են առնում։ Ինչ վերաբերում է հաջորդ լուրին, որը հայտնելու է, շատ ուրախացրել է, այո։ Լավ լուր կա, որովհետև մեկնարկել է Երևան, Բաթումի Երևան միջազգային գնացքի աշխատանքը, այո, գնացքը առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, սա լավ նորություն է, Երևանից մեկնումը նախատեսվում է օրու մեջ ամառային սեզոնի ընթացքում, նաև դադարեցվել է Երևան-Թբիլիսի Երևան երթողով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումի գնացքով։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացքը Երևան-Սևան
շորժա Երևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Գնալիս, եթե չեմ սխալվում, 11:40 դուրս էր գալիս, ժամը 2-ին հասնում էր, հետո 5-ին դուրս էր գալիս, 8-ին հասնում էր։ 8:30 էր դուրս գալիս։ Առավոտ 8:30։ Հա, 11:40-ին հասնում էր, ճիշտ է։ Այո, կարծում լավ հնարավորություն է թե Բաթումի գնալու եւ թե մեր երկրի սահմաններում հանգստանալու։ Հիմա անցնենք հաջորդ լուրին։ Խոսքը ապրիր առողջ խորագրի մասին է։ Ամեն առավոտ մենք խոսում ենք առողջ լինելու մասին, շատ բան է կախված այն մթերքից, որը օգտագործում ենք։ Մանավանդ սեզոնին, այո։ Բալն իր առողջարար հատկություններով նպաստում է տեսողության լավացմանը, մարսողական համակարգի բարելավմանը, ունի հակածերացման հատկություններ եւ պաշտպանում է տարբեր ինֆեկցիաներից։ Բալը համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը։ Դեռ հնում բալենու ծաղիկներն ասոցացվում էին ծննդի, ամուսնության, հիշարժան դեպքերի, հերոսների եւ հերոսուհիների մահվան լուրն ազդարարելու հետ։ Շուկայում բալային առատությունը նոր է սկսվում, բայց գների փոփոխություն դեռ չկա։ Նաեւ երեխաներն են, չէ՞ սիրում։ Շատ են սիրում, բայց գնային փոփոխություն դեռ չկա։ Թանկացել է։ Չի թանկացել, նույնն է, չի էժանանում, սա կարևոր բան է։ Ծիրանն էլ շատ է, բայց չի էժանանում։ Այո, 14 հատիկ փոքր ծիրանը արժի 800 դրամ։ Բա որտեղից է։ Լավ, գնանք ապրիր առողջ խորագիր։ Այո։ Ահա այսպեսի հետաքրքիր նյութ, առհասարակ բալով լիքը համեղ բաներ կարելի է պատրաստել։ Բալով նաև խաղում ենք փոքր ժամանակ, վերցնում ենք եւ ահա ականջողեր դնում, մի քիչ ձեռ առնում տատիկներին, մայրիկներին, խաղում ենք։ Հաստատ մենք այն սերունդ ենք, որ վերջին մոհիկաներն ենք, ովքեր որ բալը օգտագործում են որպես ականջող։ Եվ բալը որ շշի մեջ էին լցնում եւ այսպես փայտով չքեին անում, այո, եւ շատ համեղ էր ստացվում։ Այսպեսի լավ մանկությամբ գնանք դեպի գովաստ։ Գնացինք Գովաստ Շանթի եթերում։ Վերադարձանք բարեկամներ։ Այո, եւ հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրերին, որոնք առաջարկում են մի այսպիսի փառատոն, որը նաեւ կարող է հետաքրքիր ժամանց ապահովել ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղաբնակներին, այո։ Հունիսի 21-ին Դիլիջանում կմեկնարկի հայ-վրացական մշակութային խոհանոցային Միմինո փառատոնը, եւ փառատոնն արդեն 3-րդ տարին է անցկացվելու։ Սա իրականում հրաշալի առիթ է եւ մեր տաղավարում են Միմինո հայ-վրացական փառատոնի հանրային եւ գործընկերային կապերի գծով տնօրեն Աննա Մարգարյանը եւ Սեդա Հովսեփյանը, Արաքս թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավարը։ Այո, բարև ձեզ, բարի լույս։ Արաքից օգտվելով պարոն Մամուլյանին էլ ողջունենք, որովհետև վստահաբար նա նայում է մեզ, նայել էստեղ պիտի լիներ, չնայած ամսի 21-ին նրան այնտեղ կհանդիպեք։ Դե սիրելիներ, եկեք սկսենք ամսի 21-ին ինչ է մեզ սպասվում, սկսենք երևի թե Աննայից, հետո կվերադառնանք ձեզ։ Ինչպես Զարան նշեց, փառատոնը 3-րդ անգամ է իրականացվելու եւ ամեն տարի ավելի հետաքրքիր եւ ավելի վառ գույներով ենք փորձում լցնել փառատոնը։ Նշեմ, որ փառատոնի կազմակերպիչը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունն է, Հայաստանի Հանրապետության Տուրիզմի ֆեդերացիայի հետ համատեղ եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Սա եւս շատ կարեւոր է, քանի որ պետական առաջնահերթություն է նաեւ զարգացնել փառատոնային մշակույթը Հայաստանում, այսպիսի վառ միջոցառումների շնորհիվ ապահովել զբոսաշրջային հոսքերի ավելացում, թե արտասահմանից, թե տեղացիների մեջ հետաքրքրություն առաջացնելու տարբերակով եւ ունենք ավելի քան 10,000 այցելու էր անցյալ տարի գրանցվել, այս տարի փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն տարածել փառատոնի մասին, որպեսզի ավելի շատ մարդ իմանա, գա եւ մասնակցի այս հրավառությանը։ Նշեմ, որ ավելի քան 40 տաղավար ենք ունենալու, պատկերացրեք 40-ից ավել տաղավար, որտեղ ներկայացվելու է հայ ազգային ուտեստներից սկսած մինչ տարբեր արտադրանքներ, ձեռագործ արտադրանք, որը հենց տեղացի համայնքի ներկայացուցիչներն են ներկայացնում, նաև այստեղ հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Դիլիջանի քաղաքապետարանին, որը ամեն տարի մեծ սիրով հյուրընկալում է փառատոնը եւ նաև համայնքներին է
բերում եւ ասում է մասնակցեք, ցույց տվեք Դիլիջանյան այս գեղեցիկ միջավայրը եւ ունենում ենք մեծ պահանջարկ թե այնտեղի տեղացիների արտադրանքի հետ կապված, թե ուտեստների։ Դե իհարկե համեղ գործընկերներից մեկը Արաքս թռչնաֆաբրիկան է, որը թռչնամիսը այդ օրը մեզ ապահովելու է եւ ունենալու է հատուկ տաղավար։ Մենք դեռ կվերադառնանք այլ տաղավարներին։ Բայց մի հարց է հետաքրքրում։ Այ 3 տարի առաջ մենք էլի ձեզ հյուրընկալել ենք, էլի խոսել ենք փառատոնի հետ կապված, հետաքրքիր է ինչ փոփոխություններ են արվում տարեց տարի եւ այս տարի կա ինչ որ հետաքրքիր նորարարություն, օրինակ նախորդ տարի չի եղել։ Ամեն տարի ունենում ենք խոհարարական մրցույթ, բայց այն ամեն տարի դառնում է ավելի շատ մասնակիցներով, Վրաստանից ենք նաև ունենալու ավելի շատ մասնակիցներ այս տարի, ավելի շատ տաղավարներով են հանդես գալու եւ մրցելու են, հումորով մենք ասում ենք դոլման մրցելու է խինկալիի հետ, բայց իրականում մրցելու կարիք չկա, քանի որ երկու ուտեստներն էլ համեղ են եւ ամեն մեկն ունի իր տեղը, հենց հիմնական մեսիջը այն է փառատոնի, որ ժողովուրդները, համենայն դեպս տարածաշրջանի ժողովուրդները, որոնք ունեն շատ ընդհանրություններ, այդ օրը հիշեն իրենց ընդհանրությունները, նաև խոսեն տարբերություններից եւ հասկանան, թե որքան կապեր ունենք մենք իրար հետ, պատմականից սկսած եւ մշակութայինով վերջացրած։ Եվ այս տարի ունենալու ենք կրկին խոհարարների մրցույթը, ունենալու ենք բենդ, Երևան բենդն է այս տարի լինելու, որը նորություն է, մեզ կուրախացնեն իրենց երգերով, որպեսզի ոչ ոք առանց պարելու չի կարող մնալ այնտեղ, անցյալ տարի մարդիկ չէին ուզում հեռանային եւ այս տարի էլ մաքսիմալ վառ եւ անակնկալներ նաեւ ունենք, որոնց մասին չենք ասում, որպեսզի մարդիկ կան եւ անձամբ տեսնեն։ Հայկական կողմից։ Ինչ? Վրացական կողմից անակնկալ թե վրացական, թե հայկական։ Վրաստանից նաև ունենք պետական դելեգացիա, որը էլի այդ օրերին լինելու է այստեղ, համընկել է նաև միջազգային խոհարարական մրցույթի հետ, որը 12 երկրից հյուրընկալելու է մասնակիցներ եւ այդ մրցույթի արդյունքները նաև հրապարակելու ենք եւ հայտարարելու ենք փառատոնի ժամանակ, որը պատկերացրեք ինչպեսի։ Քանիսից է սկսելու, մարդիկ քանիսից պիտի գան, տաղավարները երբ է ակտիվանալու կամ գալա համերգը այդ միջոցառումը երբ է լինելու։ Ժամը 16:00-ին փառատոնի պաշտոնական բացման արարողությունն է եւ սկսվում է մշակութային, պարային ծրագիրը, հետո արդեն խոհարարական մասը, մրցելու են խոհարարները միմյանց հետ եւ այդ ամբողջ ընթացքում տաղավարները կունենան անակնկալներ, հյուրասիրություններ եւ կարող են գալ եւ վայելել։ Վճարովի է լինելու, այսինքն թե խոսենք մասնակիցների մասին եւ թե այցելուների մասին։ Վճարովի է։ Ոչ, մուտքն ազատ է, բոլորը ցանկացողները կարող են գալ մասնակցել, հենց դա է հիմնական նպատակը, որպեսզի մաքսիմալ շատ մարդ իմանա, գա եւ մասնակցի փառատոնին, մուտքը ազատ է, բոլորը թամեցեք սիրով։ Սեդավ որերորդ տարին եք համագործակցում այս փառատոնի հետ, ինչն է առաջնահերթությունը ձեզ համար նման փառատոնին մասը լինելու։ Կոնկրետ այս փառատոնի հետ համագործակցում ենք առաջին անգամ, հիմնական նպատակը, հիմնական շարժառիթը, որ մենք դարձանք այս փառատոնի գլխավոր հովանավորը, այն է, որ Արաքս թռչնաֆաբրիկայի համար ոչ միայն որակն է առաջնային, այլ մշակութային եւ ավանդական արժեքների պահպանումն է։ Իրական բիզնեսը մեզ համար կանգնած է միշտ համայնքի կողքին, աջակցում է մշակույթին եւ ամրացնում է կապը մարդկության միջև անկախ սահմաններից, անկախ ազգություններից։ Դա էր հիմնական շարժառիթն էր, որ մենք որոշեցինք դառնալ այս փառատոնի գլխավոր հովանավորը։ Փառատոնը մեզ համար ոչ միայն մշակութային, այլ նաեւ արժեքային, փոխըմբռնման, հարևանության, բարեկամության պահպանման հարթակ է։ Ինչպես համեղ սնունդը միավորում է մարդկանց մեկ սեղանի շուրջ, այնպես էլ այս փառատոնը միավորում է ազգերին, հիշեցնելով ընդհանուր պատմությունը, արժեքներն ու ավանդույթները։ Եվ Արաքս թռչնաֆաբրիկայի հիմնական շարժառիթը, շարժիչ ուժը առողջությունն է, մշակութային արժեքների պահպանումը, որը հենց գալիս է սնունդից, ինչպես երաժշտությունը, արվեստը, ջերմ խոսքերը, այնպես էլ սնունդը համախմբող ուժ են մարդկանց համար։ Հրաշալի, այ հետաքրքիր է մի քիչ խոսենք վրացական կողմի արձագանքից, ինչպես է նրանց ներգրավվածությունը, որքան ոգևորությամբ են մասնակցում եւ արդյոք այս տարիների ընթացքում ավելացել է ոգևորությունը ու արդյոք միայն խինկալի են ներկայացնելու։ Ոչ, միայն խինկալի չեն ներկայացնելու, նաեւ համեղ գինիներ են լինելու, բոլոր գաղտնիքները ստիպեցիք բացենք, արդեն հիմա մարդիկ վստահաբար կգան,
Սկզբում իհարկե դժվար էր բանակցությունների մասը, չգիտեին ուր են գալիս, ինչ է լինելու, բայց տարեց տարի, երբ որ հասկանում են, որ բավականին հետաքրքիր է անցնում երկու կողմի համար էլ, մենք էլ մեր հերթին փորձում ենք ստեղծել նաև իրենց համար հետաքրքրություն, B2B հանդիպումներ են նաև նախատեսվում, իրենց համար հատուկ շրջայցեր ենք մշակել, որպեսզի նրանք էլ հետաքրքրված լինեն, եւ սա նաև գիտաժողով է լինելու հաջորդ օրը հունիսի 22-ին նախատեսում ենք նաև գիտաժողով, որտեղ կքննարկվեն հենց տարածաշրջանի զբոսաշրջային հեռանկարները, որպես Հայաստան եւ Վրաստան հարևան երկրներ, ինչպես կարող ենք ապահովել համատեղ օրինակ զբոսաշրջային տուրերի կազմակերպումը, լինելու են նաև զբոսաշրջային ընկերություններ, որը նաև նշեմ, որ զբոսաշրջային ընկերությունները այս տարի ավելի շատ առաջարկներ ունեն, այսինքն տուրեր են ավելացրել եւ մարդիկ կարող են տրանսֆերի մասով չանհանգստանալ, գալ տուրի ընթացքում վայելել եւ Դիլիջանը եւ գալ փառատոնին։ Սա եւս շատ կարեւոր է, քանի որ Երևանից, գիտեք, մարդիկ կան, որ սիրում են գնալ բնության գրկում անցկացնել շաբաթ-կիրակին, բայց մարդիկ կան, որ տրանսֆերի խնդիր ունեն։ Եվ այստեղ մեզ օգնության են գալիս հենց զբոսաշրջային ընկերությունները, նաեւ ունենալու ենք անվճար ավտոբուս, որը էլի հայտերը բաց կլինեն մի քանի օր առաջ փառատոնից, նաեւ այդպես կարող են հայտը լրացնել եւ Երևանից տեղափոխվել Դիլիջան։ Վրաստանի կողմից պետական սեկտորի ներկայացուցիչներ են լինելու։ Այո, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ են, այս պահին վերջնական շտկումներն են իրականացվում, այսինքն թե ով է լինելու կոնկրետ դելեգացիայի կազմում եւ 3 օրից արդեն կունենանք հստակ տեղեկատվություն կհրապարակենք, որովհետեւ նրանց էկոնոմիկայի նախարար արդեն գալիս եւ տեղ չի հասնում տարբերակով լինում, որովհետեւ մեզ համար մեծ խնդիր կա նաեւ լավ։ Դա լրիվ ուրիշ հարց է։ Մենք գրավիչ ծրագիր ենք կազմել եւ կարծում եմ այս անգամ չեն կարող բաց թողնել այդ ծրագիրը։ Երրորդ անգամ կազմակերպվելիք այս փառատոնը, այդ մեսիջը, որ ասում էի քիչ առաջ, վերջապես այս 2 տարիների ընթացքում ինչ կարևոր մեսիջ է թողել մարդկանց մոտ, դիլիջանցիները սպասում են այս փառատոնին։ Այո, դիլիջանցիները հատուկ թրթիրով են սպասում փառատոնին, անգամ արդեն արձագանքներ էին եղել, որ հարցնում էին հաջորդ տարի, երբ կարող ենք հայտը լրացնել, մենք գրեթե 1 ամիս առաջ հրապարակեցինք ֆորման, այսինքն որ կարող են մասնակցել, պայմանները ունեցել ենք ավելի քան 20 դիմում 1 շաբաթվա ընթացքում։ Այսինքն տաղավարների պակաս վստահ չի լինի եւ տեղացիներն են մասնակցում եւ մեծ կազմակերպություններն են այնտեղ ներկայացված լինելու տարբեր ոլորտների եւ ալկոհոլային եւ մսամթերքի, այսինքն բավականին ընդլայնվում է փառատոնի, այսպես ասած, աշխարհագրությունը Հայաստանի տարածքում եւ սա շատ գովելի է, որտեղ առաջին տարի բոլորաններով մտանք Դիլիջան, որտեղ է լինելու, որտեղ Դիլիջանը այդքան էլ մեծ չէ, քաղաքի մի ծայրից մյուսը կարող է ընդամենը 10 րոպեում հասնել։ Արդեն նշեցի, որ քաղաքապետարանը մեզ շատ է աջակցում եւ աջակցում է նաեւ տարածքի մասով, հենց քաղաքապետարանի դիմացի ամբողջ տարածքը մի քանի կիլոմետր տարածություն փակ է լինելու հենց փառատոնի համար եւ այնտեղ հերվից վստահ կտեսնեն, որ Դիլիջան որ մտան, աչով բարձրանում ես վերև, չէ՞։ Պետարան, այնտեղ ֆոնտաններ, այո, փոքրիկ, այո։ Այ հայերեն բառն էի փորձում հիշել։ Շատրվաններ, այո։ Շատրվաններից մի փոքր էլ անցնում ենք եւ արդեն այնտեղ ամբողջներից կպատկերացնեն, որ հասել են փառատոնին։ Եվ այսպեսի մի բան, հետաքրքիր է զբոսաշրջիկների, այցելուների հետ կապված, կա մի տաղավար, մի մասնիկ փառատոնից, որը վստահաբար կարող ենք ասել, որ ամենաշատն են սիրում այցելուները։ Հենց այդ հատվածը, այդ մասը։ Որտեղ պարոն Մամուլյանն է, այնտեղ բոլորը շատ են սիրում։ Պարոն Մամուլյանի հետ բոլորը նկարվում էին, նա իր ավանդական այդ խոհարարական հագուստով միշտ գրավում է ուշադրություն, նաև Միմինո ֆիլմի հետ է ասոցացվում փառատոնը, Միմինոյի հերոսներն են այնտեղ լինելու, էլի ամենապահանջված տաղավարային մասն էր, որ գնում էին այնտեղ նկարվում էին, իսկ ուտելիքի մասով մենք առաջին տարին ունեցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների լրագրող, որ այդ ժամանակ գտնվում էր Թբիլիսիում եւ այնտեղի համար էր աշխատանքներ իրականացնում, հրավիրել էինք փառատոնին եւ նա հարցնում եմ հարցազրույցում, թե որ տաղավարն եք ամենաշատը հավանել, ինքը չկարողացավ պատասխանի, բայց նշեց, որ հայկական գինին յուրահատուկ համ ունի եւ նշեց, որ մսից պատրաստված ցանկացած ուտեստ ինքը փորձել էր մոտ 5 ուտեստ պատկերացրեք, ինչքան էր հավանել եւ 5 ուտեստներից չկարողացավ ասել, թե որն է ամենահամեղը։ Այսինքն բոլոր տաղավարները մեկը մեկից համեղ ուտեստներ են տրամադրում։ Սիրելի Սեդա, տաղավարները շատ են, ինչպես է կարողանալու հասցնել այս ծավալի մեջ, առհասարակ այս ծավալների տեղյակ եղել եք, թե որովհետև ամեն հաջորդ տարի ոնց հասկանում եք ծավալը ավելի է մեծանում։ Իհարկե։
Եվ ծավալն է մեծանում անցած տարի նմանատիպ ֆորմատով, հենց նույն ֆորմատով մասնակցեցինք Ռեստոֆեստին, նույնպես գլխավոր գործընկեր էինք եւ ծավալներին ծանոթ լինելով ու արժեքները կարևորելով, արդեն տվյալ պարագայում, արդեն միջազգային ֆորմատի լինելով, գերադասում ենք ոչ թե հիմա բիզնեսի նկատառումներից դուրս գալ, այլ դուրս գալ մեր ազգային շահից, մեր ազգային մշակույթը առաջ տանելուց ու միջազգային հանրությանը հայտնի դարձնելուց։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիշեցնենք, որ այո, ամսի 21-ին, հունիսի 21-ին Դիլիջանում հանգստյան օրեր են, այո, եւ կարող եք այցելել Դիլիջան, եւս մեկ անգամ հիշեցնում ենք հունիսի 21-ին Դիլիջանում մեկնարկում է հայ-վրացական մշակութային խոհանոցային Միմինո փառատոնը։ Այնպես որ այդպես ծրագրեք ձեր այս շաբաթ կիրակին, ինչու ոչ։ Իսկ մինչև շաբաթ կիրակի գա, պիտի թեթևացնենք աշխատանքային օրերը նաև։ Հատկապես որ շատերը արձակուրդում են այս օրերում, իսկ մենք աշխատում ենք։ Դրա լավագույն օրինակ երաժշտությունը։ Ինչքան շատ օրինակ, այդքան լավ։ Հենց հիմա մեր եթերից։ Երաժշտություն։ Այ ասում են լատինական արմատներով Ջենիֆեր Լոպես, բայց հայկական արմատներով ոնց որ թե լինի Ջենիֆեր, չգիտեմ, լավ, չգիտեմ։ Շարունակում ենք երաժշտությունից հեռու չեն գնում, հիմա շարունակելու ենք պատմել հնագույն ազգային նվագարանների մասին, այսօր կխոսենք Քամանչայի մասին, իմիջիայլոց պարսկական Քամանչան են նաև համարում բոլոր Քամանչաների նախատիպը, պրոտոտիպը, չգիտեմ, նախահայրը, եթե կարելի այսպես ասել։ Ամեն դեպքում հայ աշուղների հիմնական նվագարաններից մեկն է եղել, եթե ոչ հիմնական նվագարանը, բայց պետք է իմանալ, որ այո, ինչպես գործընկերս ասեց, Քամանչան պարսկական է համարվում, շատ ժողովուրդներ են Քամանչան իրենց համարում, որովհետև այդպիսի տարբեր տեսակետներ լսել եւ կարդացել եմ։ Եթե այդ ժողովուրդները միջնադարում կային, թող հերթ կանգնեն, որովհետև միջնադարյան մայրաքաղաք Դվինից պեղումների ժամանակ հայտնաբերվել են Քամանչայի մնացորդներ, մասունքներ, որը որ հավաստում է, որ հայերը դեռ հնագույն ժամանակներից դույով են խոսել երաժշտության հետ եւ մանավանդ Քամանչայի։ Այո, իսկ հիմա առավել մանրամասն առաջարկում ենք դիտել Քամանչայի պատմությունը, որի ամենահին տարբերակը այո գտել են Հայաստանում։ Այո։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնալու տաղավարում, որովհետև գնալու ենք դիտենք գովազդ, վերադառնանք, իսկ դուք մնացեք մեզ հետ, որովհետև շատ անչափ հետաքրքիր թեմայից ենք խոսելու։ Երաժշտական թեման խորացնելու ենք։ Այո, եւ ունենալու ենք պրեմիերա։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու։ Բացի դա այսօր մեր եթերում պրեմիերա է լինելու, հայ երգի YouTube-յան պրեմիերան արդեն կայացել է, մենք էլ կանենք հեռուստատեսային պրեմիերան Շանթի եթերում եւ այդ առիթով հյուրընկալել ենք մեր հյուրերին։ Այո, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է մեր տաղավարում, երգչուհի Անի Մանուչարյանը եւ խոսքերի հեղինակ Էլիտա Հարությունյանը մեր տաղավարում են, նրանց ասում ենք բարև ձեզ, շնորհավորում ենք YouTube-յան պրեմիերայի կապակցությամբ եւ ասում, որ մենք ուրախ ենք, որ մեր եթերից, ուղիղ եթերից, վաղ առավոտից նաև պրեմիերա ենք ուղարկելու։ Եթե խոսենք երգի գանք սկզբից եւ խոսենք երգի ստեղծման պատմությունից, ինչպես ստեղծվեց երգը, ինչպես առաջարկվեց Անին կատարել, թե ինչպես այս գործընթացը եղել, ամեն ինչ հետաքրքիր է երգի ստեղծումից։ Ուրեմն երգի որոշ մոտիվներ դեռ մի քանի տարի առաջ էին ստեղծվել, բայց երբ Անիի հետ ծանոթացանք, լսեցի նրա ձայնը եւ որոշում էինք ինչ պիտի նա երգի, ես հասկացա, որ այս երգը շատ համահունչ կլինի նրան եւ բնականաբար աշխատեցի երգի վրա եւ երբ նա լսեց, միանգամից հասկացա, որ այո, իր երգն է եւ մենք ձայնագրեցինք եւ չսխալվեցինք, որովհետեւ դիապազոնային առումով, տրամադրության եւ այլ հարցերով շատ համահունչ էր թե իր տեսակին, թե ձայնին, թե իր մտքերին եւ թե ուր է ուզում նա գնա։ Իսկ որտեղից գիտեք իրար ծանոթացել եք։ Շատ պատահական ծանոթություն իմ շատ սիրելի ընկերուհի Մարիամը մեզ ծանոթացրեց ուսուցչուհին, իմ տղայի ուսուցչուհին։ Ծանոթացրեց պատահական Անիի հետ, ասաց շատ լավ երգչուհի է, ու տենց սկզբում սենց մոտեցումը
հետաքրքիր թե ինչպիսի երգչուհի է, ինչի չգիտենք մինչև հիմա եւ այլն, բայց երբ ծանոթացա եւ տեսա, որ նա շատ պրոֆեսիոնալ, սովորել է նաեւ կոնսերվատորիայում բարձր մակարդակի երգչուհի է եւ զարմացա, ասացի ինչի մինչև հիմա մեծ լայն ավելի դեպի ճանաչում չես գնում, չես ներկայացում ստեղծագործություններ եւ որոշեցինք միասին համագործակցել։ Դե Անին վերջնական արդյունքն այսպես ասած ներկայացրել, բայց մինչ այդ բառերի ստեղծումից էլ խոսենք, երգը կոչվում է հայ, ինքը մի քիչ չէ, բավականին պարտավորեցնող է որպես երգի անուն, ինչ գաղափարներ դրեցիք երգի մեջ։ Իսկապես շատ պարտավորեցնող է, որովհետև որպես խոսքերի հեղինակ ասեմ, որ կան թեմաներ, որոնք բացի նրանց, որ պարտավորեցնող են, դրա մասին բավականին շատ է գրվում։ Եվ ամեն անգամ դու գրելուց պետքա նոր բան գրես, թեպետ դա հայ թեման է, հայրենիքի թեման է, մայրիկի թեման է, Երևանի թեման է։ Բայց ասեմ, որ այսօր էլ ավելի պարտավորեցնող էր եւ էլ ավելի է իր դու ուզում լավատեսական միտում անպայման տարածել մարդկանց մեջ եւ հայը հենց այդ միտմամբ ստեղծվեց, որպեսզի ցույց տանք, թեպետ բոլորը գիտեն այնուամենայնիվ, որպեսզի կրկնենք, որպեսզի նորից ու կրկին ասենք այն մասին, որ մենք ուժեղ ենք, մենք պայքարող ենք, մենք ստեղծագործող ենք, մենք ստեղծող ենք, մենք գեղեցիկ ենք, մենք արարող ենք, կամքը առավել է եւ անպայման լավ է լինելու։ Այսինքն այս հավաքական հայի մասին է խոսքը, հայկականության, Հայաստանի որ հայի մասին է խոսքը։ Ամենալավ հայի մասին է խոսքը, ստեղծագործող եւ այն հայի, ինչպիսին մենք միշտ եղել ենք։ Այո, ով պարփակում է իր մեջ ամենալավ բնավորության եւ կամային գծերը, այդ հայի մասին է։ Հրաշալի։ Ես ճանաչել եմ նման հայեր, շնորհակալություն նրանց անդրադառնալու համար։ Մեր մասին է, մեր մասին է։ Սպորված են ամբողջ աշխարհով մեկ եւ լավագույնն են։ Անի, ինչպես ստացաք համագործակցության առաջարկը եւ սա ձեր առաջին երգով տեսահոլովակն էր, թե ինչպես Էլի հեղինակային երգեր ունեք այն։ Չէ, առաջինն է, պետք է ասեմ, որ առաջին տեսահոլովակն է։ Որպես կատարող նաև ունեմ էլի երգեր, որոնք դեռ չենք թողարկել, շուտով սպասում են նոր երգեր։ Առաջարկը, անկեղծ պետք է լինեմ ասեմ, առաջարկը ես եմ արել Շուշանին, որ ուզում եմ այնպիսի մի երգ, որը կոչ լինի ամբողջ հայերին, ամբողջ աշխարհի հայերին։ Երևի դա իմ գաղտնի հոգու ինչ-որ կանչներ, որ ցանկանում էի դրանով ասել հայերին, որ այո, հայ, դու կարող ես, դու պայքարում ես ու դու միշտ կանգուն ես ու միասնական ես։ Դա ես արտահայտեցի իմ երգով, իմ զգացմունքները, ինչու՞ չէ, իմ տխրությունը մի փոքր, բայց կարծում եմ, որ ստացվեց, կարողացանք ստանալ այն, ինչ որ մենք ցանկանում էինք։ Դե երկու բառով էլ նաև տեսահոլովակի մասին խոսենք, թե դիտենք նոր խոսենք, ո՞րն է ավելի հեշտ։ Մի անգամ տեսնել, քան 100 անգամ խոսել, թե Ես մի քիչ անհամբեր եմ, եկեք դիտենք տեսահոլովակը, վերադառնանք եւ շարունակենք։ Պրեմիերա մեր եթերից Անի Մանուչարյան, հայ, խնդրեմ։ Վերադարձանք, Անի, շնորհավորում ենք, ձեզ նույնպես շնորհավորում ենք։ Ճիշտ ասած, ամբողջ ընթացքում մի տեսակ ոնց որ երգի հավասար ես երգի հետ, շունչը, տեղը ես, հուզումները ես, ամեն ինչ, ճիշտ եմ նկատում, հա։ Այո, այս երգը, այո։ Ճիշտ եք զգացել։ Սա շատ լավ է եւ պիտի նաեւ խոսենք տեսահոլովակից այս պահին, որովհետեւ նաեւ մենք դիտեցինք քիչ առաջ տեսահոլովակը։ Ես ճիշտ նկատեցի, արդյոք թե ոչ։ Ճիշտ նկատեցի։ Խոսքը արհեստական բանականության մասին էր, բարեկամներ, որտեղ հիմա Ես չէի նկատել։ Դե գաղափարումներ ինչպես էր, ոնց է կարողացել ձեզ նման այսպես ձեզ նմանեցնել։ Ասեմ, որ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Բաղդասարյան, ով կինոռեժիսոր է, հենց ամբողջ առավելությունը դա է, որ իր գործում պրոֆեսիոնալ, քանի որ մենք վստահեցինք նրան, նա ասաց Արտյոմը, որ այս դեպքում ավելի գեղեցիկ ու ավելի բնական ու մենք ներկայացնում ենք տեսահոլովակը տարբեր դարաշրջանների աստվածուհիների կերպարով, քանի որ ես չէի կարող գնալ տարբեր դարաշրջաններ նկարվել եւ ետ գալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ պետք է դիմենք այո արհեստական բանականությանը եւ ստանանք մուլյաժ, այսպես ասած, ու կարծում եմ
ստացել ենք այն, ինչ որ մենք ցանկանում էինք։ Այո, շատ գեղեցիկ եք ստացել։ Հետաքրքիր է ինչ արձագանքներ կան, ինչպիսի արձագանքներ եք ստացել, հատկապես որ կանի 78-րդ փառատոնից եք վերադարձել, ինչպիսի տրամադրվածություններ եւ արդյոք համընկան այդ երկու իրադարձությունները, այնտեղի տրամադրությունը, այստեղի տեսահոլովակի պրեմիերան արձագանքները։ Այո, իհարկե համընկան, ասեմ, որ երբ կանգնում էի, նույնիսկ մտածում էի ինչ ձևաչափով պրեմիերան անենք, ոնց անենք, մտածում էինք մի փոքր հավաքույթ անեինք, փակ երեկո անեինք, բայց քանի որ հասկանում էի, որ զբաղվածությունը շատ մեծ է, չեմ կարող շատ ներգրավված լինել, բայց ստացվեց, արեցինք փակ երեկույթ իմ վերադառնալուց հետո, նաև համընկավ իմ ծննդյան օրվա հետ, նշեցինք եւ մարդկանց արձագանքները ֆանտաստիկ էին, մարդիկ հուզված էին շատ, տպավորված, ես հասկանում էի, որ իրանց սրտերում արթնացել է ինչ-որ բան, մարդկանց սրտերին կպնում է երգը։ Այսինքն մենք մեր ոնց որ նպատակին հասնում ենք, այսինքն մեզ պետք է արթնացնել այդ ոգին ինչ-որ չափով, որ մարդը իրան սկսի նորից հավատալ մեր տեսակին, եւ դա մեզ հաջողում էր, մարդիկ շատ հուզվում են եւ շատ հավանում են, նաեւ շատ էսթետիկ էր ամեն ինչ։ Եվ մենք որոշեցինք, որ եթե հայեցի, ապա կարող է նաև նոր, ինչ-որ նոր ձևաչափով, նորարարական լուծումներով, թե եթե մեր տարազային էլեմենտներով ինչ-որ զգեստ լինի, հասանեկան այնտեղ զգեստ կար, որ մենք բնականաբար գեղեցիկ կերպով նկարահանվեց, օգտագործվեց, բայց էլի արդի, կադրային առումով, նկարի, ոնց որ տեսնում ես, աչքիդ համար ինքը արդի է թվում միևնույն է։ Գիտեք, ես նաև պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ վերջին վանկի ձայնավորի վրա շեշտը դնելու համար։ Դա ով է որոշում, տեքստի հեղինակը, թե կոմպոզիտորը, թե երգչուհին։ Դա մեր մոտ թույլ կողմն է, ես ձեզ անկեղծ ասեմ, դուք են մեր շատ նուրբ լարերին կպակ, որովհետև Շուշանի ու իմ մոտ դա սկզբունքային է։ Դա իսկապես սկզբունքային է, որովհետև հայերենը այլ տարբերակ ուղղակիորեն չի ընդունում։ Ոչ մի կերպ չի ընդունում։ Սա ասում նրա համար, որ ամբողջապես այս հայ բառի մեջ, գաղափարի մեջ խտացած ամեն բան, նույնիսկ վերջին վանկի ձայնավորի վրա շեշտը դնել է, դե բոլոր դեպքերում, հայերենում եւ նաեւ ֆրանսերենում էլ է այդպես շեշտը դրվում է վերջին վանկի վրա։ Եթե կոմպոզիտորը ունի պրոֆեսիոնալ կրթություն եւ գիտի ոնց միաձուլի խոսքը երաժշտության հետ, եւ եթե խոսքերի հեղինակն է պրոֆեսիոնալ, գիտի ոնց աշխատի մեղեդային գծերի հետ, այդ դեպքում հնարավոր չի, որ շեշտը այլ տեղում հայտնվի։ Հետաքրքիր է, որ այս երգի գործիքավորման մեջ այդքան չէիք ֆետիշացել եւ չէիք պաթետիկացել հայկական նվագարանները, օրինակ։ Դա ում որոշումն է։ Դրա կարիքը չկար, իմ կարծիքով, որ տեսեք, եթե դուք բացենք երգի ոնց որ հիմքը, կտեսնենք մենք այնտեղ լադահարմոնիկ որոշ լուծումներ, որոնք այո տանում են մեզ դեպի մեր արմատներ, բայց դա շատ նուրբ է արված, շատ ավելի ոնց որ քողարկված տեսքով, դու լսում ես, դա քեզ հուզում է, բայց միաժամանակ դա հնչում է շատ արդի։ Այսինքն պետք չի, որպեսզի դու անպայման ինչ-որ գործիք օգտագործես հայկական, որ դու ասես, որ դու հայ ես։ Քո գրած մի հատ ելևեջնել է հերիք, եթե դա պրոֆեսիոնալ է արված, եթե դա հոգուց է բխում, որպեսզի պարզ լինի դու ինչ ազգի պատկանելություն ունես։ Եթե խոսենք տեսահոլովակի տարածման մասին, այն հարթակների մասին, որտեղ նախատեսվում է երգը արդեն որպես առանձին գործ դրվել, ինչ նախաձեռնություններ կան, բացի YouTube-ից այլ հարթակներում, օրինակ Spotify-ում, չգիտեմ, այլ տեղերում։ Այո, հիմա մենք երգը հիմա դիստրիբյուցիայի մեջ է, այսինքն մենք հիմա արդեն բոլոր հարթակներում կունենանք, բոլոր երաժշտական հարթակներում, որովհետև դա տարածման լավագույն ձևերից մեկն է այսօր։ Եվ նաև ռադիոներ եւ նաեւ TV-ներ ինքը արդեն կտարածվի։ Անի, այս երգը լայվ երգել եք, թե դեռ սպասման մեջ է։ Երգել եմ փակ շնորհանդեսի ժամանակ, բայց ես ամեն օր երգում եմ։ Ինչ զգացողություններ կան, երբ ստուդիայում եք երգում, երբ ինչ զգացողություններ կան, երբ լայվ եք երգում, որտեղ լայվը մի տեսակ ազատության մասին է եւ ինքնաբերաբար գալիս է տեղեր, որտեղ որ դու ուզում ես, չգիտեմ, հասնես 3-րդ օկտավա երգես միջև, հա, ո՞նց է լինում։ Այնպես չի, որ ձայնագրության ստուդիաներում չեմ ուզում, ու այնպես լինում է, որ համոզում եմ մեկ-մեկ, որ հասնեմ այնպես, ինչպես ես զգում եմ երգը, այսինքն, բայց կենթանի երգեցողության ժամանակ բնականաբար ավելի հեշտ է, քանի որ դու կարողանում ես այնտեղ անել նորություններ, ինչը որ քեզ ավելի այդ պահին հոգեհարազատ է, հաճելի է կամ դու զգում ես։ Ձայնագրության ստուդիայում մի փոքր այլ է, որովհետև այնտեղ կան բավականին նուրբ կետեր, որոնք որ դու ուղղակի պետքա
չանցնես այդ կետերը։ Իսկ դուք ինչ կրթություն ունեք, որովհետև շատերի համար մի քիչ դժվար է լինում, եթե նա դասական կրթություն ունի, էստրադան չի կարողանում նվաճել, եթե էստրադան ունի, այնտեղ չի կարողանում։ Ես դասական վոկալ բաժին եմ ավարտել կոնսերվատորիայի օպերային երգչուհի եմ մասնագիտությամբ, բայց Իսկ դեր ձայնը սոպրանո դրամատիկ սոպրան։ Բայց այսպեսի մի բան ասեմ, օպերային երգչուհիները եւ երգիչները ցանկացած կարողանում են երգել եւ էստրադա եւ ամեն տեղ կարողանում են իրենց ցույց տալ ձայնային տվյալներով, իրենց դա ավելի հեշտ է։ Ինչ օրինակ է հենց նոր տեսանք քիչ առաջ։ Այո, բայց ինձ մի քիչ կանա հետաքրքրեց, եթե մանրամասնենք ավելի, նախ սկսենք այնտեղից, ձեր հեղինակած երաժշտությամբ ֆիլմը առաջադրվել էր։ Տեսեք, այո, Շորթլիստում չկա, բայց առաջադրվել էր, բայց շորթլիստում չենք հայտնել, դե շորթլիստում հայտնվելու համար շատ մեծ ջանքեր են պետք, թե պետականորեն հայկական կինո էր ներողություն։ Այո, ֆիլմը հայկական էր եւ շատ հետաքրքիր, ուղղակի փակագծերը շատ չեմ կարող տեղ բացել, որտեղ պրոդյուսերները իրենք կբացեն ժամանակին, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր աշխատանք է արվել։ Ես արդեն կանոն մի քանի անգամ եմ եղել, սկզբում ուղղակի առաջարկում է երաժշտությունը տարբեր ընկերություններին եւ մենք այդպես համագործակցության եզրեր էինք գտել եւ աշխատում ենք որոշ նախագծերի վրա արդեն եւ այս անգամ արդեն հենց որ երաժշտությամբ ֆիլմներ այնտեղ, որը շատ իհարկե լավ էր եւ շատ հետաքրքիր էր աշխատել այդ ուղղությամբ։ Դա այն էր, ինչ ես ուզում էի, այսինքն դա այն էր, ինչին ձգտում էի, որովհետեւ երբ քո արդեն մեղեդին դրված է կադրի վրա եւ դու տեսնում ես եւ դու նայում ես, դա լրիվ ուրիշ բան է, արդեն խոսքերն ավելորդ են, պետք է ուղղակի գիտել։ որ այստեղ հավաքած մարդիկ բազմատաղանդյա մարդիկ են, որովհետև տես կոմպոզիտոր Ռեզարով գրում է ֆիլմերի համար, նաև երգեր է գրում, այո, Անին, որ ունի կրթություն օպերայի, բայց էստրադանել է նվաճում, էլի տա երգեր Հայաստանի հայերի, հայ թեմայով շատ ունենք։ Մի տեսակ հիմա քչացել է միտումը, թե կրկին կա, մենք չենք տեսնում, մենք չենք նկատում, այնքան են իրար նման դարձել։ Գիտեք, այսօր հայկական էստրադան ըստ իս բավականին տխուր վիճակում է, այն առումով, որ ցանկացած ոք կարող է երգել եւ հայտնվել էկրաններին։ Դա ազատություն է, անշուշտ, որոշակիորեն լավ բան է, բայց ազատությունը մեր մոտ շատ հեշտությամբ սանձարձակության է վերածվում եւ ստեղծում է քաոս։ Մի քիչ թացը չորի հետ, այդպես են ասում, խառնվել է եւ որակն ու անորակն էլ, թեպետ ես գիտեմ ու համոզված եմ մի բանում, որ միշտ որակով ավելի բարձր է դասվում եւ մնում է եւ թելադրում է եւ շատ ավելի ստուգում է ժամանակով, բովվում է ժամանակով, որովհետև ում որ դուք նշեցիք, նրանք էլ գիտեն, որ իրանք բարձրարվեստ բան են անում։ Չէ, բայց այստեղ հետաքրքիր մի բան կա, որպես խոսքեր գրող մարդ, այս հարցը կարող եմ ձեզ տալ, որովհետև ես հաճախ եմ մտածում, ինչ որ օլա, սեր, բարև, նման երգերը ավելի հեշտ են տարածվում, հեշտ են հիշվում եւ տպավորություն է, որ դրանք հիթ են դառնում, բայց այն երգերը, որոնք ունեն հստակ հաղորդագրություն, հստակ բովանդակություն, դրանք, չգիտեմ, ստվերվում են, այսինքն fast food-ի օրինակն է, որ ես գուցե մի փոքր վիճեմ ձեզ հետ, նախ օգտվեմ առիթից եւ շատ մեծ շնորհակալություն ասեմ Շանթ հեռուստաընկերությանը, որովհետեւ ձեր բարձրացրած թեմայով Շանթը միշտ առաջնորդ է եւ ավանգարդում է եղել եւ մեր նման սկսնակների ժամանակին շատ լուրջ առաջխաղացման եւ ինքնաարտահայտելու տեղ է տվել։ Ես հաղթել եմ Շանթում պրեմիերա նախագիծը Սոնա Ռուբինյանի հետ, տեսեք, այդտեղ ոչ օլա կա, ոչ օլե կա, բայց աշնան սերենադը մինչ այսօր շատ սիրելի է եւ ձեր նախագծերում դեռևս կա։ Հիսանեի հետ Պալյան մենք գրեցինք Սահմանին ֆիլմում սաունդթրեքը, այդտեղ առհասարակ օլե չկա, բայց այսօր էլ շատ արդիական է եւ սիրվում է մարդկանց կողմից։ Այնպես որ հազվադեպ ստեղծագործություններն են, այդպեսին։ Իսկ ինչի պիտի արվեստում համատարած ամեն ինչ սիրել, արվեստում միշտ էլ հազվադեպ գործեր պիտի լինեն, որոնք պետք է ավելի աչքի ընկնեն, որովհետև արվեստը հենց հազվադեպի մասին է, որովհետև ամեն վայրկյան դու չես կարող ստեղծել
դա այդ ձեր ասացի պես fast food է լինում։ Իսկ արվեստի գործերը այդպես չեն ստեղծվում։ Շատ ընտիր, դե եկեք հասկանանք առաջիկայում ինչ պլաններ ունի Անի, ինչ է ստեղծվելու, ինչ է լինելու, միգուցե համերգ է լինելու, միգուցե նոր տեսահոլովակ կամ երկրորդ արդեն համագործակ քոլաբն է սպասվում մեզ։ Այո, սպասում են նորություններ, ունենք տեսահոլովակ, դեռ պետք է նկարենք, արդեն մեր երրորդ համատեղ աշխատանքի վրա ենք աշխատում։ Այո, պատրաստում ենք իմ ձայնասկավառակը, որտեղ կարծում եմ մենք երեքով կաշխատենք այդ ձայնասկավառակի վրա, որովհետև այնինչ անում են իմ սիրելի Շուշանը եւ Էլիտան ինձ համար շատ հոգեհարազատ է, իմ սրտին շատ մոտ է եւ կես խոսքից հասկանալ երգչուհուն եւ ստեղծել այնինչ որ նա է ցանկանում, ինձ համար դա ամենակարևորն է։ Համերգներ առաջիկայում պատրաստում ենք, դեռևս այսքանը կլինեն կոլաբներ եւ այլն, ինչպես բոլորի մոտ աշխատանքային process ընթանում։ Շատ կեցեք։ Շուշան, իմիջիայլոց բացի կոմպոզիտոր լինելուց նաև նախագծեր է օրենք շփոթվեց։ Պրոդյուսեր, կարելի ասել պրոդյուսեր, հա։ Կարելի ասել պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր ավելի շատ։ Երաժշտական պրոդյուսեր։ Մենք ձեզ մոտ էինք վերջերս Ժամեն նախագծում էր։ Շարլ Ազնավուրից էլ նաև պրոյեկտ է կարել։ Որքանով է հեշտ լինելու հիմա Անի հետ էս ամենը։ Դուք եք անելու, թե ոչ թե։ Որ ես եմ անում։ Ինչ մոռացավ կամ ինչ պիտի ասվի, որ պիտի ասվի։ Տեսեք, մենք ավելի լավ է քայլ առ քայլ անենք եւ ամեն անգամ գանք հետաքրքիր նախագծերով ձեզ ներկայացնենք եւ նաեւ հանդիսատեսին երևի թե ասեց ամեն ինչ պետք էր։ Ուղղակի իմ հետ կապած զբաղվածությունը շատ է, որովհետև շատ նախագծեր են եւ ստիպված եմ լինում ֆիլտրել որոշ նախագծեր, հասկանալով, որ շատ եմ ուզում եւ այստեղ եւ այնտեղ լինել, բայց ամենտեղ բնականաբար չեմ կարող եւ սկսում եմ ընտրել։ Դրա համար հիմա այս պահին Անիի հետ որպես երգչուհի եւ նաեւ դասականի հետ կապված շատ մեծ նախագծի վրա եմ աշխատում, դրա համար առաջիկա 2 ամիս ընդհանրապես նույնիսկ ժամանակ չկա մտածելու այլ բաների մասին։ Թե ամիսներ են առաջիկա 2 ամիսները, բարի բուն եւ փոխաբերական իմաստով եւս։ Լավ նորություն ձեզ կասենք, տեսնենք։ Սեպտեմբերին։ Մենք կստացենք։ Մենք այստեղ ենք հեռու չեն գնա։ Միայն օգոստոսին մի քիչ կբացակայենք եւ Սիրներ, շնորհակալություն ձեզ։ Կոմպոզիտոր Շուշան Սարգսյան, երգչուհի Անի Մանուչարյան եւ խոսքերի հեղինակ լիրիցիստ այդպես են ասում թե տեքստի հեղինակ, ինչպես ձեզ ասենք։ Խոսքերի հեղինակ Էլիտա Հարությունյանն է մեր տաղավարում։ Շնորհակալ ենք զրույցի համար, իսկ մենք հիմա գնանք գովազդի, վերադառնանք եւ ասենք ձեզ բարի լույս։ Ատես, երաժշտություն լսեցինք, առողջ ապրելակերպի մասը կազմեցինք, հյուրերին ընդունեցինք, չենք ճանապարհորդել։ Անկամ պրեմիերա ենք հասցրել։ Պրեմիերան հասցրեցինք։ Բայց այո, չենք հասցրել ճանապարհորդել, շատ հեռու չենք գնալու, քանի որ առավոտյան ճանապարհորդությունը այսօր հետխորհրդային տարածքում է լինելու եւ հետխորհրդային մայրաքաղաքներից մեկը։ Կգնանք, իմիջիալոց այնտեղ որտեղ գնալու ենք նշանակում է քարե ամրոց։ Դա այլ կերպ կնշանակի Տաշկենտ, բայց Ուզբեկստանի մայրաքաղաքը շատ ժամանակակից մայրաքաղաքի տեսք ունի, հին ամրոցի տեսք չունի, ինչպես որ ասացին քիչ առաջ, հին քաղաքից քիչ բան է մնացել 1966 թվականի ապրիլյան երկրաշարժի պատճառով, որը հողին հավասարացրեց Տաշկենտի մեծ մասը, այն կենտրոնական Ասիայի ամենամեծ քաղաքն է եւ նախկին ԽՍՀՄ վերջին քաղաքը, որտեղ կառուցվել է ստորգետնյա մետրո։ Մետրոն բացվել է 1977 թվականին, այլ հետաքրքիր մանրամասներ Տաշկենտի մասին կիմանաք րոպեներ անց մեր աշխարհի շուրջը խորագրում։ Եվ վերջապես չմոռանանք, որ ասում ենք Տաշկենտի պես շոկ տեղ էինք ընկել, Տաշկենտում շոկ է։ Գալենք տեսնենք իսկապես շոկ է, թե ուղղակի ասում են դա էլ միֆ է։ Այո։ Այսպիսի հետաքրքիր քաղաք, այսպիսի հետաքրքիր երկիր, ափսոս միայն որ բազում կոթողներ ավերվել էին երկրաշարժի պատճառով։ Կարծում եմ նաև մատչելի կլինի տուրիզմի տեսանկյունից, համենայն դեպս մտածում եմ, որ այդպես կարող է լինել։ Դե գիտես, այս ֆոնի վրա նաև արևի բռնկումների, Մարսի ու լուսնի գաղութացման այս լուրերի ֆոնի վրա հաճախ ենք նաև մենք մտածում դրա մասին եւ մտածում մեր կյանքի մասին։
Լքել մոլորակը։ Դե չգիտեմ։ Նույնիսկ շատ են գիտական հետազոտությունները եւ բացահայտումները այս ուղղությամբ։ Իգիտություն շարքում այսօր կպատմենք Մարսի վերաբերյալ, դրա մոտալուտ կամ հեռավոր գաղութացման մասին, չգիտեմ, գնանք եւ Մարս մոլորակը պահենք իգիտություն պրիզմայի տակ երևի։ Ամեն դեպքում ասենք, որ Իլոն Մասկը բարբերաբար հայտարարություններ է անում ոչ միայն առհասարակ տիեզերքի հետ կապված, ապագան բերելով ներկա, այսինքն այն բանը, որը ապագայում անհնարին էր թվում, Իլոն Մասկը այնքան հեշտորեն է խոսում այդ ամենի մասին, որ շատ իրատեսական է թվում։ Նրա հայտարարություններում տեղ գտնում են նաև Մարսի գաղութացման մասին, այսպես ասած ակնարկներ, այնպես որ մեր իգիտություն շարքում այս անգամ հենց Մարսն է թեման, հետաքրքիր նորություններ, գնացինք։ Սա դեռ շատ հեռու ապագա է, իսկ մոտ ապագան իհարկե երեխաներին դաստիարակելն է, մայրիկ էջը կսովորեցնի վարքականոններ, որոնք պարտադիր են լավ երեխա դաստիարակելու համար։ Դիտենք տեսանյութում։ Այսպիսի երկուշաբթի, թող որ բոլոր երկուշաբթիները լինեն այսպիսի լավ տրամադրությամբ, խաղաղ, հանգիստ եւ առողջ։ Այո, մենք էլ փորձեցինք շաբաթվա մեկնարկը դարձնել մի քիչ ինֆորմատիվ, մի քիչ ժամանցային, որովհետեւ շատ բարդ է երկուշաբթի առավոտները։ Կգանք վաղը, իսկ մինչ այդ շփտացեք եւ եղեք առողջ։ Լավ օր բոլորիդ։